Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնեմ, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեր բոլոր թվային հարթակներում։ Սա Թարմուղեղով զրույցն է եւ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակիցը մեկնաբան Հակոբ Բադալյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, պարոն Բադալյան, երկար ժամանակ անց քաղաքացիական պայմանագիրը եւ շատ այլ կուսակցություններ, ովքեր մասնակցելու են ընտրություններին, իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացրել, բայց քանի որ վարչապետը 2 օր է անդադար անդրադառնում է ծրագրին, ես կուզեմ 2 կետ գոնե քննարկենք ծրագրից, հետո փորձենք մեր ներքաղաքական հարցերը հասկանալ ինչ իրավիճակում են։ Այդ ծրագրում ասվում է կետ կա, որ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Ինչ կասեք սրա մասին, ինչ հասա ենթադրում ձեր տպավորությամբ։ Կոնկրետ ծրագրում ամրագրված դրույթը կարծում եմ ենթադրում է ընդամենը հռչակագրային արձանագրում, որովհետև չեմ պատկերացնում որևէ ուժ, որը կասի, թե վարելու է անհավասարակշիռ քաղաքականություն։ Ամբողջ հարցն այն է, թե այդ հավասարակշռված կամ հավասարակշռող քաղաքականություն ասվածը ինչ է ենթադրում հենց անմիջական քաղաքականության իմաստով, որովհետև շատերը հաճախ այս արտահայտությունների ներքո պատկերացնում են ինչ-որ մաթեմատիկական տրամաբանություն, այսինքն պայմանական ասած 5 այս կողմ, 5 այն կողմ եւ այդպես հավասարաչափ 5-ական քայլ յուրաքանչյուր կողմ։ Գործնականում, քանի որ աշխարհում ընդհանրապես ուժերի հավասարակշռությունը մաթեմատիկական երևույթ չէ, այս դեպքում հավասարակշռված քաղաքականություն կամ հավասարակշռող քաղաքականություն ասվածը ունի շատ այլ չափումներ, շատ հարաբերական չափումներ, եւ օրինակ դա ենթադրում է հետեւյալը. երբ նույն քաղաքականությունը վարող իշխանությունը քաղաքական ուղղություններից մեկը ակնհայտորեն դիտարկում է որպես իր քարոզչական ուղղություն քաղաքական մյուս մրցակիցների նկատմամբ եւ այդ քարոզչական ուղղությունը ակնհայտորեն պարունակում է մանիպուլյատիվ տարրեր, սա ներառում է նույն այդ իշխանության հավասարակշռող եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության սկզբունքի մեջ, թե ոչ, որովհետև կրկնեմ, այստեղ մաթեմատիկայի հետ մենք գործ չունենք։ Հիմա մենք օրինակ տեսնում ենք, որ տևական ժամանակ է ինչ այդ սկզբունքը հռչակված։ Հիմնականում այն մարդկանց, ովքեր իշխանության մասին, որը ներառել է ծրագրում իրենց ծրագրում է, երբ որ ասում են հավասարակշռված քաղաքականություն, մենք գիտենք Ռուսաստանի հանդեպ վերաբերմունք հայ ժողովրդի կողմից, նաև գործարարների կողմից, ինչպիսի տրամադրվածություն կա շուկայի հանդեպ։ Հատկապես այդ մարդկանց է այս խոսքը ուղղված, որ մի վախեցեք, վտանգավոր չի, մենք Ռուսաստանի հետ շարունակելու ենք նաև բարիդրացիական հարաբերություններ, այսինքն այս սրացումները մարդկանց չի ուղղված այդ խոսքը, որովհետև այդ մարդիկ ունեն իրավիճակը եւ իրականությունը, վարվող քաղաքականությունը, դրա հնարավոր ռիսկերը չափելու շատ ավելի ճշգրիտ գործիքներ եւ հնարավորություններ։ Այս խոսքերը ուղղված են, այսպես ասենք, լայն սպառողին, որոնք քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումները եւ գնահատականները կազմում են հենց այսպիսի դեկլարատիվ, լրահոսի դեկլարատիվ տրամաբանությամբ եւ չունեն չափման այլ գործիքներ կամ չունեն չափման այլ մոտիվացիա, այսինքն լսում են ինչ որ պատկերացում կազմում եւ խորամուխ չեն լինում լսածի մեջ։ Եվ այս տեսանկյունից կրկնեմ, երբ բարձրաձայնված է այդ քաղաքականությունը, բայց օրինակ ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ մի ուղղությունը քարոզչական կամ հակաքարոզչական ուղղության է վերածվել եւ մանիպուլյատիվ ներգործությամբ փորձ է արվում մատուցել հանրությանը, այստեղ օրինակ առաջանում է հարց հենց այս մի օրինակի վրա։ Սա հավասարակշռված եւ հավասարակշռող քաղաքականության դրսեւորում է, թե ոչ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, այս թեման իհարկե շատ ավելի մեծ բացելու տեղ ունի, նույնը տնտեսական իմաստով։ Հիմա մենք հասկանում ենք, որ տնտեսությունն ունի իր կանոնները, ունի իր տրամաբանությունը, աշխարհագրությունը, դրանից թելադրվող հանգամանքներ եւ այլն, նաեւ պատմական որոշակի իրողություններ, եւ ինչպես է հնարավոր օրինակ տնտեսական առումով վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, երբ տնտեսությունը այդուհանդերձ ինքը բացում է իր հիմնական ուղղությունը, ճանապարհը։ Նա օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներով, բայց ինքը ձևավորվում է այդ հիմնական ուղղության վրա։ Եվ պարզ է, որ տնտեսական մասով դու չես կարող հավասարակշռված քաղաքականություն վարել բառի բուն իմաստով։ Իսկ տնտեսությունը արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, ես չեմ ասում, որ պետության քաղաքական կենսունակության հիմքերի հիմքը։
Հետևաբար փոխկապակցված արդեն էլ այստեղ շղթայական այո, մենք ստանում ենք չի պատկեր, ստացվում երբ էլ այս ինչի մասին իրավիճակը ձևակերպվում է շատ այսպես մաթեմատիկական տրամաբանությամբ, բայց ինքը կենսագործվելու տեսանկյունից բացարձակ չի կարող չափվել զուտ մաթեմատիկայով։ Այդ ծրագրում մենք հանդիպում ենք նաև տարածաշրջանացում տերմինին, որը կարելի ասել ենթադրում է տարածաշրջանի բոլոր պետությունների հետ հարաբերությունների ավելի սերտացում, խորացում, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, դե Թուրքիա-Ադրբեջան մենք գիտենք, որ այդ ճանապարհին են եւ առաջին իսկ խոսքով ծրագրի մեջ ասվում է դրա մասին, որ խաղաղություն են բերել եւ այլն, բայց կարծիք կա, որ սա անհնար է, եթե չկա արտաքին աջակցություն որևէ խոշոր գերտերության կողմից կամ չգիտեմ իրենց ազդեցությունը ներկայացվածությունը այս process-ների մեջ որքան իրատեսական եք դուք ամեն դեպքում համարում տարածաշրջանացումը մեր դեպքում, եթե մենք չունենք հստակ բարեկամ պետություն տարածաշրջանում, արդյոք հնարավոր է այս process-ը այդ պարագայում։ Էլի, եթե դուրս գանք դեկլարատիվ արձանագրման այս տրամաբանությունից, որը ընդհանուր առմամբ ոչ մի այսպես պահարակելի բան կամ դատապարտելի բան իր մեջ չի պարունակում, շատ լավ է, այո, մենք պետք է գործենք հաշվի առնելով, թե ինչ ռեգիոնում ենք եւ ելնենք այդ ռեգիոնից քաղաքականություն մշակելիս։ Բայց դարձյալ երբ դիտարկում ենք պրակտիկ իմաստով, օրինակ միջև հիմա վարված քաղաքականության տեսանկյունից, ապա այդ ռեգիոնալացումը այլ բան չի նշանակում, քան Հայաստանի տեղավորում այս ռեգիոնում այն կոնցեպտի շրջանակում, որը պատկերացնում է Ադրբեջանը, որը հավակնում է լինել ռեգիոնում, այսպես ասեմ, վերադաս խաղացող եւ փորձում է հենց այդ իր վերադասության կարգավիճակը վաճառել կամ համոզել դրա համար որոշակի լոյալություն, լեգիտիմություն ստանալ եւ այլն ավելի խոշոր խաղացողներին, որոնց համար տարածաշրջանը բնականաբար ունի ավելի լայն քաղաքականության համատեքստում թիրախային նշանակություն։ Իսկ այդ կոնցեպտում ինչպես է մեզ պատկերացնում Ադրբեջանը։ Դե մենք տեսնում ենք, պատկերացնում է, թե ինչպես մենք պետք է կազմենք մեր սահմանադրությունը, ինչպես մենք պետք է կազմենք մեր բառապաշարը, օրինակ Արցախ բառը մենք չպետք է օգտագործենք, որովհետեւ դա իրենց դուր չի գալիս։ Պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինեն մեր սահմանները, եւ մենք դա տեսնում ենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի չմեկնարկելով, որքան էլ կամ մեկնարկելով ու դադարելով։ Ես դա չեմ համարում մեկնարկ, ինչու չեմ համարում մեկնարկ, խոսքը պատկերացնում ենք իրանցի այդ հատվածի մասին է, ես դա չեմ համարում մեկնարկ, որովհետեւ այդտեղ չի եղել սահմանազատում եւ սահմանագծում։ Այդտեղ եղել է պարզապես Ադրբեջանի միակողմանի պահանջ այս տարածքը իմն է, կտակ ինձ, մնացածի մասին կխոսենք հետո։ Եվ Երևանը կատարել է այդ պահանջը։ Սահմանազատումը եւ սահմանագծումը դա process է իր կանոններով, իր տրամաբանությամբ, որը ենթադրում է հաշվի առնել այդտեղ ապրող բնակչության կարիքները, կենսագործունեության հնարավորությունները եւ այլն։ Իսկ մենք գիտենք, որ իրանցում այդ այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման հետևանքով բնակչության ռեսուրսների մի մասը մնացել է, այսպես ասած, ադրբեջանական կողմում։ Եվ հետեւաբար դա որևէ կերպ ասոցիացիա չունի սահմանազատում եւ սահմանագծում երևույթի հետ։ Այդ երևույթը պետք է մեկնարկեր հանձնաժողովների ձևավորումից եւ կանոնակարգի հաստատումից հետո, բայց տեսնում ենք անցել է արդեն գրեթե կամ ավելի քան 1.5 տարի կանոնակարգի հաստատումից եւ անգամ ուղղությունը 2025-ի հունվարին սահմանեցին հյուսիսից հարավ, բայց process-ը չի մեկնարկել, ես կարծում եմ չի մեկնարկում, որովհետեւ Ադրբեջանը այդտեղ ունի պահանջներ եւ մոտեցումներ, որոնք Հայաստանի համար ենթադրում են, այսպես ասենք, բարդ եւ ոչ պոպուլյար որոշումներ, եւ նպատակարար է գտնվել այդ process-ը չսկսել մինչեւ խորհրդային ընտրությունները, գոնե ընտրություններից։ Եվ սրա մասին է վկայում նաեւ այն, որ այդ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը դա ընդհանրապես աշխատանքային կանոնակարգ է երկու հանձնաժողովների միջև։ Հայաստանում արժանանում է միջպետական այնպիսի վավերացման գործընթացի, որպիսին արժանանում են միջպետական խոշոր պայմանագրերը, որոնք պետությունների համար ենթադրում են միջազգային պարտավորություն։ Հիմա հարց է առաջանում այդ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը Հայաստանի համար ինչ միջպետական պարտավորություն պետք է առաջացնի, որ մենք ամբողջական վավերացում ենք իրականացնում սահմանադրական դատարան, խորհրդարան եւ հետոնոր նախագահ։ Իսկ Ադրբեջանը ստորագրեց ընդհանրապես նախագահի մակարդակով։ Այո, ընդհանրապես։ Շատ լավ, կուզեմ գանք արդեն մեր ներքաղաքական
թոհուբոհ հասկանալու թե նախընտրական փուլում ինչա տեղի ունենում, չթերագնահատելով բոլոր խաղացողներին, ամեն դեպքում նշենք, որ 4 հիմնական ուժեր կան, ովքեր գլխավոր դերակատարներն են այս ընտրությունների նախաշեմին, որոնց մեջ Սամվել Կարապետյանի թիմը նոր ուժ է, մնացածներին մենք արդեն գիտենք տարբեր տարիներից, նաև ազգային ժողովում ներկայացվածությունից, այ 21 թվականից կամ 20 թվականից խոսվում էր, որ մեզ պետք է երրորդ նոր ուժ։ Արդյոք Սամվել Կարապետյանը հավակնում է լինել այդ նոր ուժը, թե ամեն դեպքում այն պիտակավորումները, որ այսօր իրենց ուղղությամբ արվում են եւ փակցվում են իրենց ուժի կողքին, ռուսամետությունը, չգիտեմ, այլ բաներ, դա արդեն խանգարում է այդ նոր լինելուն։ Տեսեք, օրինակ այդ ռուսամետության մասով, ինչ պատասխանի ամբողջական այդ բուն մասին գալը, Նիկոլ Փաշինյանը, որը ակնհայտորեն իր քարոզչությամբ հենց մեղադրում է Սամվել Կարապետյանին, թիրախավորում է ռուսամետ լինելու համար, ինքը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունը երբեք այսքան լավ չի եղել։ Այսինքն ինքը մեղադրում է ընդդիմադիր ուժերին, որոնց մի մասը նույն ռուսամետության համար մեղադրում են նաև Ռոբերտ Քոչարյանին, որը եղել է իշխանության։ Մեղադրում է նրանց ռուսամետության համար, բայց ասում է, որ իր պաշտոնավարման ընթացքում հարաբերությունը շատ ավելի լավ է, քան օրինակ եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ։ Սա ցույց է տալիս, որ այս մեղադրանքները ունեն բացառապես մանիպուլյատիվ նախընտրական տրամաբանություն եւ քաղաքական ներքին պայքարի տրամաբանություն։ Ինչ վերաբերում է նոր ուժին, եւ ներողություն այս մասով նաեւ մեկ այլ բան, նույն Սամվել Կարապետյանն օրինակ Եվրամիության երկրի անդամ քաղաքացի է նաեւ եւ այդ երկրում եւս ունի բիզնեսներ եւ այլն։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ Եվրամիության անդամ երկու երկրում, Կիպրոս եւ Հունաստանում ունի բիզնես գործունեություն։ Բայց դրա մասին որևէ բան չի խոսվում։ Ինչու՞, որովհետեւ քարոզչական տեսանկյունից այդ խոսակցությունը վաճառվող չէ, այսպես ասած։ Ինչ վերաբերում է նոր ուժին, նոր ուժ է թե ոչ, ֆորմալ իմաստով իհարկե նոր ուժ է, նոր չի այնքանով, որ Սամվել Կարապետյանը նոր խաղացող չէ, նոր դերակատար չէ տնտեսական կյանքում ընդհանրապես, այլ կարգավիճակ է ունեցել եւ հիմա ավակնում է ուրիշ կարգավիճակի, ավելի շատ տնտեսական կամ բարեգործական էր նախկինում եւ իշխանության հետ ասոցիացիան այնքանով, որքանով որ այդ գործունեությունը ենթադրում էր ասոցիացիա։ Եվ հիմա ավելի շատ անմիջական քաղաքական դերակատարման հավակնություն, բայց ֆորմալ իմաստով սա նոր է։ Ինչու նոր չէ, որովհետև մարդիկ ասում են, այ հանրապետական կուսակցությունից օրինակ մարդիկ կան, ովքեր տեղ են գտել իրենց ցուցակում, ինչպես կարող է դա նոր ուժ լինել։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ այդ թեզը հաճախ առաջ է տանում ազգային ժողովում վերջերս իր ելույթի ժամանակ ասեց, կարծես թե խաղաքարտերը բաժանած լինեն եւ բաշխած 3 ուժերի միջև։ Դրա համար եմ նշում, որ ֆորմալ իմաստով նոր ուժ է, այսինքն ձևավորվել է նոր կուսակցություն, ունի նոր կազմ, որում իհարկե կան նաև մարդիկ, որոնք նախկինում եղել են գուցե տարբեր ուժերի շրջանակում։ Բայց եթե մենք նոր ուժ ասելով պատկերացնում ենք մի ուժ, որը բացարձակապես, այսպես ինչ որ բյուրեղյա կազմ է հավաքում, որը երբևէ որևէ այլ ուժի հետ ասոցիացիա չի ունեցել, այստեղ առաջանում են այլ հարցեր։ Իսկ այդպիսի ուժը իրենից ինչ է ներկայացնելու, որովհետև եթե մենք պատկերացնում ենք, թե նոր ուժ ասվածը ընդամենը նոր անուններն են, այն նոր անուններ զգալիորեն կային 2018-ին։ Մենք տեսանք, որ այդ նոր անունների մի մեծ մասը պարզապես ոչ միայն փուչիկ էր, անմեղ ինչ-որ փուչիկ, այլ թե ինչպիսի վտանգավոր մտածողության եւ արժեքների կրող էին այդ մարդիկ, մենք հիմա դա տեսնում ենք։ Եվ այստեղ է, որ նոր ուժ երբ որ ասում ենք, մենք պետք է դիտարկենք ոչ թե պարզապես նոր անունների տեսանկյունից, այլ հետեւյալը, այդ ուժը իրենից ինչ է ներկայացնում։ Որևէ հետագիծ ունի, երբ հավակնում է պետության կառավարման, երբ հավակնում է հանրային կամ պետական process-ներ առաջնորդելու։ Եվ այս տեսանկյունից, օրինակ, տվյալ դեպքում, եթե Կարապետյանի մասին ենք խոսում, հանրությունը ունի նրան չափելու իր բիզնես գործունեության հետագիծը, ինչպես կգնահատի դա, սա արդեն այլ հարց է։ Մեկը գնահատում է դրական, մյուսը համարում է դա վատ է քաղաքականության համար, բայց կա չափման էս հետագիծը։ Դրա համար հիմա երբ մենք խոսում ենք նոր ուժերի մասին, մենք ինչ ենք պատկերացնում այդ նոր ուժ ասվածը 8 տարի անց այդ հեղափոխություն ասվածից Հայաստանում ձևավորվել է որևէ նոր քաղաքական պրոյեկտ։ Եթե չի ձևավորվել, բնական է եղած ռեսուրսների վերադասավորման միջոցով այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Այստեղ պետք է հարց տալ հենց հանրային քաղաքական մնացյալ այն շրջանակներին, որոնք խոսում են նոր ուժի մասին, պետք է նոր ուժ,
լավ, այդ նոր ուժը օդից պետք է ընկնի, այդ նոր ուժը որտեղից պետք է գա եւ ինչպես պետք է չափվի այդ նոր ուժը։ Եվ այս փոքր ազգի մեջից այդ նորը որտեղից պիտի հայտնի։ Այս բոլորը հարցեր են եւ դրա համար ես կարծում եմ մեզ մոտ այդ նոր ուժի մասին խոսակցությունը կամ երրորդ ուժի մասին խոսակցությունը բավականին կոնտրպրոդուկտիվ հունի վրա է եւ դա հանրային օգտակարություն մեծ հաշվով չի պարունակում, որովհետեւ կրկնեմ մեզ տանում է ինչ որ պատրանքային չափումների հետևից։ Իսկ այդ ընթացքում կյանքը իր ռեսուրսներով, իր ներկա դերակատարներով եւ այլն շարունակվում է։ Հիմա գուցե ավելի լավ է հանրության ուշադրությունը եւ էներգիան կենտրոնացնել այդ եղած ռեսուրսների հետ աշխատանքի վրա, քան ինչ որ պատրանքային սպասումների, որ մի ուժ կգա, որը, չգիտեմ, անբասիր, անբիծ մի բան կլինի, եւ մենք կհամարենք, ահա եկավ նոր ուժը, բայց ելի չունենք պատասխան։ Իսկ բացի անունների անծանոթությունից մենք ինչպես ենք չափելու այդ ուժի կենսունակությունը, կարողունակությունը եւ այլն։ Պարոն Բադալյան, մենք տարիներ շարունակ սպասել ենք, որ գոնե ընդդիմության այն հատվածը, որոնք ազգային ժողովում ներկայացված են, միասնական հանդես կգան շատ հարցերում, բայց մենք տեսանք, որ վերջին ժամանակներում ոչ միայն այդ միասնականությունը չեղավ, չստացվեց, այլ նաև հաճախ տեսնում ենք սոցցանցերում միմյանց հասցեներին բավականին կոշտ արտահայտություններով հանդես գալը, վիրավորանքներ նույնիսկ, եւ դրան զուգահեռ մենք այսօր տեսնում ենք, որ կան ուժեր, ովքեր պատրաստվում են ընտրությունների, սկսում են միավորվել, նոր թիմ ձևավորվել, հետո շատ կարճ ժամանակ անց այդ բաժանումը տեղի է ունենում։ Մենք այս մասով խնդիր ունենք ընդդիմության ներսում առհասարակ միավորվելու եւ մեկ խնդիր դնելու հարցով առաջ շարժվելու։ Կարծես թե եթե Փաշինյանին հեռացնելու հարցն էր ժամանակին գլխավոր հարցը եւ կարելի էր դրա շուրջ համախմբվել, այսօր այդ հարցը երրորդական ու չորրորդական է, չնայած որ դրա մասին խոսվում է եւ մարդիկ վարչապետի թեկնածուի եւ դերերի առաջնայինության հարցեր են դնում։ Ոնց եք դուք տեսնում։ Իմ գնահատմամբ այդ խնդիրը միասնական ընդդիմության խնդիրը գերագնահատված է եւ չափազանցված է ռիսկը կամ, չգիտեմ, դրա բացակայության վնասակարությունը։ Նախ որովհետեւ հասարակությունը Հայաստանում իր մեծ մասով իմ համոզմամբ դեմ է գործող իշխանությանը, բացասական վերաբերմունք ունի, բայց այդ նույն մեծ մասով վերաբերմունք չունի ընդդիմության մեկ կոնկրետ ուժի նկատմամբ եւ հասարակության վերաբերմունքը բաժանված է ընդդիմության ուժերի միջև։ Երբ հանրային այդպիսի վերաբերմունք կա խոսել ընդդիմության միասնական ճակատի եւ էֆեկտիվության մասին, ես կարծում եմ այդքան էլ արդյունավետ չէ եւ հակառակը դա կարող է բերել հանրության մոտ այսպիսի մտայնության, որ եթե դե չեղավ միասնական ընդդիմություն, ուրեմն իմաստ չկա այս process-ում ընդհանրապես եւ որևէ այլ տարբերակի մասին մտածելը պրոդուկտիվ չէ, հետեւաբար որն է գնալ եւ ընտրությանը մասնակցելու իմաստը։ Դրա համար ես կարծում եմ անմիջական հենց ընթացիկ տրամաբանության տեսանկյունից այս խոսակցությունը բավականին ապարդյունավետ է եւ օգտակար չէ ընտրական process-ի հեռանկարների ձևավորման տեսանկյունից։ Կրկնեմ առավել եւս, որ հիմք որպես այդպեսին չունի։ Հասարակության ներսում չկա միասնական ընդդիմության պահանջ։ Եվ ես կարծում եմ պետք չէ որ ինքներս մեզ խափենք կամ փորձենք խափել հանրությանը, թե այդպիսի մի պահանջ կա, բայց ընդդիմությունը չի կարողանում ձևավորել։ Ընդդիմադիր ուժերին կարելի է եւ պետք է ներկայացնել արդյունավետության բազմաթիվ հարցադրումներ եւ պահանջներ։ Եվ ներկայի համար եւ ընթացիկ վերջին տարիների համար, բայց ես կարծում եմ այդ միասնական չլինելու տրամաբանությունը մի քիչ չափազանցված է եւ հակառակը իմ գնահատմամբ նրանք ունենալով տարբեր տրամաբանության էլեկտորատներ, եթե առանձին թևերի մասին ենք խոսում, որոնք սուր փոխհրաձգության մեջ են միմյանց հետ, ունենալով տարբեր տրամաբանությամբ էլեկտորատներ, այդ փոխհրաձգությամբ պարզապես յուրաքանչյուրը ուժեղացնում է իր էլեկտորատին, բյուրեղացնում է իր էլեկտորատին իր շուրջ։ Ինչպես կօգտագործի հետո այդ բյուրեղացումը, սա այլ հարց է, բայց իմ գնահատմամբ այդ փոխհրաձգությունը
խորքային իմաստով իրենց ավելի օգտակար է, քան հակառակը, որովհետև իմ կարծիքով այդպես մաթեմատիկական 1 գումարած 1 հավասարը 2 էֆեկտ չեն ստանալու։ 1 գումարած 1 իրենց դեպքում շատ ավելի մեծ հավանականությամբ կարող է 1.5-ի հավասար լինել, եթե ոչ ավելի քիչ։ Սամվել Կարապետյանի թիմի մասին երբ խոսում էինք, կար հարց, որ ես բաց թողեցի, կուզեմ մեկ անգամ էլ հետ գնանք այդտեղ ու շարունակենք զրույցը։ Կարծիք կա, որ Ռուսաստանի Դաշնությունում Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, երբ Պուտինը բացահայտ աջակցություն ցուցաբերեց, կարելի է այդպես ասել, Սամվել Կարապետյանի ուժին եւ խնդրանքով գոնե հանդես եկավ, որ մասնակցեն ընտրություններին եւ ազատության մեջ լինի, դա մեծապես վնասեց հենց Սամվել Կարապետյանի ուժին, որովհետև այդ ռուսամետության հարցը մենք քննարկում էինք, եթե կային մարդիկ, ովքեր չէին մտածում, որ նրանք որևէ կապ ունեն ռուսական ուժերի հետ, կարծես թե Պուտինի այդ քայլով ավելի ամրապնդվեց։ Դուք ո՞նց եք տեսնում առհասարակ այդ քայլը միտումնավոր արված էր, թե իսկապես աջակցության նպատակ ուներ։ Այո, հենց այդ հարցը առաջանում է, թե ինչու Պուտինը այդ ամենի մասին խոսեց բացահայտ, եթե կարող էր Փաշինյանի նույնը ասել։ Փակ դռների հետևում։ Փակ դռների հետևում։ Բայց իմ կարծիքով Պուտինն այստեղ այդ հարցերի մեջ խորամուխ չի եղել, իր համար դա այսպես առանցքային կամ առաջնային մտածելու հարց չի եղել, նրա համար ըստիս բարձրաձայն արտահայտելու գլխավոր մոտիվը եղել է հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր այլ գործողությունների դեպքում, եթե գնա արգելելու եւ այլ ճանապարհով, պատասխանատու լինի ոչ միայն Պուտինի հետ հանդիպման այդ փակ դռների հետևի համար, այլ նաեւ Հայաստանի Հանրության համար, երբ նրա գործողությունների հետևանքով Ռուսաստանը գնա որոշակի պատասխան քայլերի։ Մենք օրինակ ինչ տեսանք Արցախի հարցում, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կար սերտ կոմունիկացիա Արցախի շուրջ զարգացումների առումով, բայց չկար այդ կոմունիկացիայի հանրայնացում, ինչ են խոսում, ինչ պարամետրերով, ինչ տրամաբանությամբ եւ սկզբունքներով։ Եվ մենք տեսնում ենք Արցախի այդ տեղի ունեցածից հետո Ռուսաստանը Հայաստանին է ասում, որ դուք այսպիսի քաղաքականություն արեցիք, եւ Հայաստանը Ռուսաստանին է ասում, չէ, դե դուք հանձնեցիք Արցախը, ես ինչ անեի։ Հետո մենք նոր հանձնեցինք։ Իհարկե մեր որպես հասարակություն ելակետը պետք է լինի հետեւյալը, որ Հայաստանի եւ Արցախի հետ տեղի ունեցողի եւ տեղի ունեցածի համար միշտ գլխավոր եւ առաջնային պատասխանատուն եղել է Հայաստանի իշխանությունը եւ պետք է չափել այդպես։ Բոլոր հարցերում սա ոչ միայն վերաբերում է հենց պարզապես Արցախյան հարցին։ Բայց մենք տեսանք այդ պատկերը։ Հիմա կարծում եմ, այստեղ Ռուսաստանը նաև որոշակի հետևություններ անելով հանրայնացնում է այս հարցում իր դիրքորոշումը, որpիսի հետո արդեն չլինի մանիպուլյատիվ այդ խաղի հնարավորությունը եւ Երևանը չփորձի պատասխանատվությունից խուսանավել, հարցը տեղափոխելով Ռուսաստանի այսպես գաղութատիրական եւ այլ նկարտումների դաշտ։ Հիմա Պուտինը բարձրաձայնեց, որ սա է մեր դիրքորոշումը, մեր շահերը չոտնահարեք, այսինքն դուք թողնում եք, որպեսզի ընտրությանը մասնակցեն Ռուսաստանի հանդեպ ընդհանրական օրակարգ գեներացնող ուժեր, որոնց մենք համարում ենք արևմտամետ։ Ուրեմն պետք է ապահովեք նաեւ Ռուսաստանի այդ բարեկամության օրակարգով ուժերին։ Հետո մնացածը ընտրության արդյունքով թող որոշվի եւ Պուտինը նաեւ հայտարարեց, որ անկախ ընտրության արդյունքից մենք կաշխատենք Հայաստանի հետ, ինչպես աշխատել ենք։ Սա է այդ համատեքստը, հիմա Սամվել Կարապետյանին սա վնասեց թե օգնեց, ես կարծում եմ մեծ հաշվով այստեղ շատ այսպես էական տեղաշարժ տեղի չի ունեցել, որովհետեւ իմ կարծիքով այս հարցում Հայաստանի Հանրության հիմնական կողմնորոշումները արդեն հստակ են։ Եվ որևէ մեկի մոտ այստեղ այդ կամի վիճակ չի եղել, տեսնես Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կարող է առնչություն ունենալ, թե ոչ։ Աշխատել է Ռուսաստանում, հսկայական կարողություն եւ բիզնես համակարգ է կառուցել Ռուսաստանում եւ այստեղ կարծում եմ մարդկանց պատկերացումները եւ գնահատականները այդ երևույթի վերաբերյալ արդեն ձևավորված են։ Հետաբար չեմ կարծում, թե այդ հայտարարությունը ինչ որ սկզբունքային բան փոխեց այստեղ։ Ինչ կփոխի Սամվել Կարապետյանը արդեն իր աշխատանքով եւ հասարակության հետ հաղորդակցության իր օրակարգով, սա անշուշտ նշանակություն ունենալու է, որովհետեւ Փաշինյանը անկասկած աշխատելու է այդ ուղղությամբ, հետեւողականորեն ցույց տալով, որ ես ինքնիշխանության պաշտպանն եմ, իսկ ահա այս մարդիկ ինքնիշխանության թշնամին, եւ հետեւաբար պետք է հասարակության հետ աշխատել, որպեսզի այդ մտայնությունը չկարողանան խորացնել։
որովհետև ինքնիշխանության մասով ցավոք սրտի մենք տեսնում ենք, թե Հայաստանը որքանով է այսօր ինքնիշխան։ Պարզապես մեզանում նենգափոխվել է նաև այդ հասկացությունը, բերվել է հիմնականում դեկլարացիաների դաշտ եւ մի զարմանալի բանով, այսպես ինքնիշխանությունը չափվում է միայն Ռուսաստանով, իսկ օրինակ Ադրբեջանով եւ Թուրքիայով դա հակառակը, ոչ թե ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն կամ հավակնություն է, այլ ինքնիշխանության ապահովում։ Երբ օրինակ Ալիևը պահանջում է սահմանադրությունը փոխել կամ անկախության հռչակագիրը որակել կոնֆլիկտային, դա Հայաստանի ինքնիշխանություն է համարվում։ Սա մեղմ ասած տարօրինակ պատկեր է։ Ինչ է մեզ սպասվում, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Այնինչ միջև հիմա եղել է եւ դրա խորացումը, ընդ որում այստեղ ինչ որ դավադրապաշտական բան չեմ ասում, Նիկոլ Փաշինյանը շատ པարզ հայտարարում է, որ շարունակելու է այդ քաղաքականությունը, որը վարել է։ Նա ոչինչ չի թաքցնում այդ իմաստով, սա պետք է արձանագրել, այո, ես շարունակելու եմ այն, ինչ արել եմ։ Սա են իմ մոտեցումները։ Ադրբեջանը չի թաքցնում, որ շարունակելու է Հայաստանի հանդեպ իր հավակնությունները։ Մենք տեսնում ենք Ալիևը բարբերաբար վերհիշեցնում է այդ պահանջները, որոնք չեն սահմանափակվում միայն սահմանադրության, հանրաքվեով, անկախության հռչակագրով եւ այլն, դրանք ներառում են, ինչպես նշեցինք, սահմանների հետ կապված հարցեր, անկլավների հետ կապված հարցեր, ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցեր։ Սա չի նշանակում, որ այդ ամենը լինելու է հունիսի 8-ին, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Դա լինելու է process։ Եվ այդ process-ը շարունակվելու է, որովհետև դա է Ադրբեջանի պետական ռազմավարությունը, առանց դրա Ադրբեջանը այն պետությունը չէ, որը փորձել է կառուցել եւ կառուցում է Ալիևը։ Առանց Հայաստանի հանդեպ հավակնությունների Ադրբեջանը որպես այդպիսին չկա։ Հարց է առաջանում, իսկ ինչպիսին է Ադրբեջանը։ Հիմա այստեղ էլ մենք մեզ հարց պիտի տանք, Ալիևը արդյոք պատրաստ է քանդել այն Ադրբեջանը, որը կառուցել էր մոտ 30 տարի։ Դե մենք գիտենք, որ ոչ։ Ահա։ Եվ հետեւաբար մենք պատկերացնում ենք, թե ինչ է լինում, եթե Հայաստանում չի փոխվում իշխանություն։ Ինչ է լինում, եթե փոխվում է իշխանություն։ Սա եւս այդպես հստակ չէ, այսինքն մարդիկ չպետք է պատկերացնեն, որ եթե փոխվում է իշխանություն, բոլոր հարցերը լուծվում են։ Այս պատրանքի մեջ չպետք է հերթական անգամ ընկնել։ Բայց մենք պետք է դիտարկենք, եթե ուզում ենք, որպիսի այն իրավիճակը, որ միջև հիմա եղել է, չշարունակվի եւ չխորանա, իսկ ինչպես նշեցի, դա անխուսափելի շարունակվելու է։ Այս դեպքում մենք պետք է նվազագույն քայլի մասին մտածենք, փոխել իրավիճակը եւ հետո իհարկե մտածենք, թե ինչպես ենք տեր կանգնելու մեր փոխած իրավիճակին։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցներ գործարալիքի եթերում իմ զրուցակիցը մեկնաբան Հակոբ Բադալյանն էր։ Կհանդիպենք։